Ես առաջընթացից պետք է ասեմ, որ քննարկումները շարունակվում են եւ կա համաձայնություն քննարկումները շարունակել։ Չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն մոտ ապագայում երկրի ղեկավարների ձևաչափով, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարների ձևաչափով եւ դա լավ նորություն է եւ այն նորությունը չէ կոնկրետ նման բանի մասին ես տեղյակ չեմ եւ այո ենթադրում եմ եւ պետք է ասեմ որ նման գործընթացները ուղղված են խաղաղության պայմանագրի կնքման տեղի ժամի հետ կապված եւ հայկական կողմը եւ միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում, որպեսզի իրականություն դարձնել խաղաղության պայմանագրի կնքումը։ Ինչ վերաբերում է քննադատություններին, ես չեմ ուզում շատ կտրուկ արտահայտվեմ, բայց կարծում եմ առիթ կլինի ես այդ քննադատություններին էլի շատ կտրուկ կառադառնամ։ Իսկ քանի որ Ադրբեջանը շարունակում է պնդել այդ նախապայմանները, դրանց շուրջ ինչպես են դրա հետ կապված Հայաստանը ինչ դիրքորոշում է։ Դիրքորոշումը պարզ է, խոսակցությունը փակուղային չի կարող լինել, առնվազն այդ այսպես ասած առաջարկներին Հայաստան ունի մի քանի տարբեր լուծումների առաջարկներ, որոնք որ ադրբեջանական կողմին ներկայացվել է եւ այդ քննարկումը տեղի են ունենում, ել չեմ ասում, որ դրանք մեր ընկալմամբ որևիցե ձևով չեն կարող եւ չպետք է խոչընդոտեն խաղաղության պայմանագրի կնքմանը, որովհետեւ այն մտավախությունները, որոնք որ հնչեցնում է Ադրբեջանը, իրականության մեջ, իրավական դաշտի մեջ գոյություն չունեն։ Կրկնում եմ, գոյություն չունի իրավական դաշտում, հայկական իրավական դաշտում նման խնդիր, որը որ այսօր հնչեցնում է Ադրբեջանը, բայց քննարկումները շարունակվելու են, մենք այդ ուղղությամբ ենք շարունակում։ Նախագահի իսկ դրա շուրջ ինչ-որ քննարկում կա, թե արդեն ինչ որ կա, դուք գիտեք։